Ես այնպիսի մեկը չեմ եղել, ով իր կյանքում դատարկություն է զգում եւ ավելին է ուզում։ Ոչ, ես ինձ լավ էի զգում։ Ինձ դուր էին գալիս իմ աշխատանքը, իմ կյանքը։ Ավարտելուց հետո ես տեղափոխվեցի Լոնդոն աշխատելու։ Հարևաններիցս մեկը քրիստոնյա էր։ Նրան տեսնելով ես միշտ մտածում էի. այս ինչ ունի նա, որ ես չունեմ։ Իրականում ինձ անհանգստացնում էր այն, որ տեսնում էի, ինչ որ մեկն ինձանից ավելի նպատակային, ուրախ ու իմաստալից կյանքով էր ապրում։ Դա էր իմ մեջ այդպիսի հետաքրքրություն առաջացնում եւ հենց այդ տղան համոզեց ինձ փորձելու ալֆան։ Ես մինչ այդ երբևէ եկեղեցում չէի եղել, ուստի խիստ անհանգիստ էի, չգիտեի ինչ ակնկալեի։ Չէի կարծում, թե ինձ պես ուրիշներն էլ կարող էին այնտեղ լինել։ Ես որոշեցի, որ լուրջ փաստարկներ եմ պահանջելու, այսինքն ես իրոք ուզում եմ հասկանալ սա, ուրեմն համոզեք ինձ, եթե կարող եք։ Ի զարմանս ինձ ես շաբաթ առ շաբաթ կարողացա առերեսել որոշ հարցերի, իսկ երբ նրանք ասացին, որ հաջորդը քաղաքից դուրս հանգստյան օրերն էին, ես մտածեցի. դե լավ, եթե ուզում եմ սկսածս ավարտել, ուրեմն գնամ այդ օրերին ու վերջացնեմ։ Այդպես շաբաթ երեկոյան ինչպես կարող եմ լցվել Սուրբ Հոգով դասներ, որի վերջում առաջնորդը բացատրության փոխարեն ուղղակի ասաց. եթե ուզում ես լցվել Սուրբ Հոգով, ձեռքերդ առաջ բարձիր եւ աղոթքով Աստծուն խնդրիր, որ լցնի քեզ Սուրբ Հոգով։ Րոպե անց ես արջևի սաթոռից բռնված պայքարում էի ինքս ինձ հետ չիմանալով արժեր սիրտս բացել ու ձեռքերս մեկնել թե ոչ։ Ի վերջո ոչինչ չպատահեց ու ես դուրս եկա։ Հետո ես մտածեցի, սրան երկու բացատրություն կարող է լինել, կամ Աստված իրական չէ եւ այստեղ բոլորը մոլորության մեջ են, ինչն ինձ անհավանական թվաց, որովհետեւ տեսնում էի, որ դա իրոք իրական էր նրանց համար, կամ էլ Աստված իրական է։ Պարզապես ինձ հետ գործ ունենալ չի ուզում։ Ես գնացի իմ սենյակ եւ ներքին պայքարի մեջ, ամաչում եմ ասել, բայց երեսի վրա ընկա անկողնուս ու սկսեցի լացել։ Սկսեցի լացել, ապա առաջին անգամ աղոթեցի մոտավորապես այսպես. Տեր Աստված, ների ինձ, որ ես այնքան վատն եմ, որ դու մյուսներին կամենում ես մոտենալ, իսկ ինձ ոչ, բայց ես իրոք ուզում եմ մոտիկից ճանաչել քեզ, քանի որ իմ կարծիքով դու իրական ես։ Այնուհետև ուզեցի շրջվել անկողնուս մեջ, ու երբ շրջվեցի, չգիտեմ որտեղից մի անբացատրելի խաղաղություն զգացի։ Դա նման էր խորին ուրախության։ Ես պարզապես գիտակցում էի, որ Աստված իրական է եւ սիրում է ինձ։ Այդ պահին իմ բոլոր հարցերը չպատասխանվեցին, բայց դրանք այնքան անկարևոր դարձան։ Հետո նստեցի անկողնուս եզրին ու սկսեցի մտածել. հիմա ինչ պիտի անեմ։ Ես վերցրի Աստվածաշունչս, ուղղակի բացեցի ու կարդացի աչքիս ընկած առաջին խոսքը։ Դա Հռոմեացիների թղթից էր, որ ասում է. ովքեր Սուրբ Հոգու հետ են ապրում, ցանկանում են այն, ինչ Հոգին է ցանկանում։ Ես հասկացա, որ պարտավոր չէի ինչ որ բան անելու։ Մնացածն Աստված էր անելու։ Ես ընդամենը պիտի համաձայնեի։ Հռոմեացիներին 5-րդ գլխում գրված է. Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ, Սուրբ Հոգու միջոցով, որ տրվեց մեզ։ Եթե պետք լիներ Սուրբ Հոգուն բնութագրել ընդամենը մեկ բառով, դա կլիներ սեր։ Եփեսացիներին թղթում էլ Պողոսն ասում է. հոգով լցվեք։ Նրա օգտագործած բառը ներկա շարունակական ժամանակով է, այսինքն հոգով լցվելը ոչ թե մեկ անգամյա, այլ հարատև ընթացք է։ Սուրբ Հոգին ապրում է ամեն հավատացյալ քրիստոնյայի մեջ։ Հռոմեացիների 8-ում գրված է. եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում։ Այնինչ ոչ բոլոր հավատացյալներն են լցված Սուրբ Հոգով։ Դա նման է հեռախոսի թույլ կապի եւ գերարակ կապի միջև եղած տարբերությանը։ Երբ Քրիստոսին ես գալիս, դու մտնում ես մշտական կապի մեջ Աստծո հետ, որովհետեւ Սուրբ Հոգին ապրում է ամեն հավատացյալի սրտում։ Սուրբ Հոգով լցվելը նման է մի տոկոսից լրիվ լիցքին հասնելուն։ Տարբերությունը շատ մեծ է։ Նա զարմանահրաշ ձևով մեր սիրտը լցնում է Աստծո սիրով ու զորությամբ, եւ յուրաքանչյուրս կարող է ունենալ սա։ Գործ կառաքելոց գրքում, որն առաջին դարի եկեղեցու համառոտ պատմությունն է, Սուրբ Հոգով լցվելու 5 տարբեր դեպք է պատկերված։
Դրանք մարդկանց 5 տեսակներ են, որոնցից ոմանց հետ գուցե կարողանաս ընդհանրություն գտնել։ Առաջինը Գործք 2-ում է, ուր տեսնում ենք Սուրբ Հոգով լցվել ցանկացողների։ Հիսուսի աշակերտները մեծ փափագով ու սպասումով աղոթում էին Երուսաղեմում, եւ Պենտեկոստեի օրը Հոգին հեղվեց նրանց վրա։ Գործք 8-ում տեսնում ենք այլ մարդկանց, որոնք այդքան էլ չէին փափագում Հոգուն, սակայն նրա առաջ բաց էին ու ընդունող։ Եվ երբ Պետրոսն ու Հովհաննեսը աղոթեցին նրանց համար, բոլորն էլ ընդունեցին Սուրբ Հոգուն։ Ոստի եթե դու փափագող կամ ընդունող ես, կարող ես լցվել Հոգով։ Բայց Գործքում տեսնում ենք նաև թշնամի, անհավանական կամ անտեղյակ մարդկանց, ովքեր նույնպես լցվեցին Սուրբ Հոգով։ 8-րդ գլխում խոսվում է մեկի մասին, ով հետագայում դարձավ Պողոս առաքյալը։ Սկզբում նա քրիստոնյաների մասին լսել անգամ չէր ուզում, ինչպես գուցե դու ես դա զգում։ Նա խիստ թշնամացած էր, կամենում էր կործանել եկեղեցին, գնում էր քաղաքից քաղաք, ձերբակալում քրիստոնյաների ու բանտ էր նետում։ Ապա 9-րդ գլխում պատկերված է Հիսուսի հետ նրա հանդիպումը եւ գլխովին փոխվելը։ Աստված Անանիա անունով մեկին ուղարկեց, ով կօգներ նրան լցվելու Հոգով։ Պողոսը վեր կացավ, մկրտվեց եւ անմիջապես սկսեց հռչակել, որ Հիսուսը Աստծո որդին է։ Սա օրինակ է նրա, թե ինչպես նախապես եկեղեցուն հակառակ մեկը լցվում է Սուրբ Հոգով։ Մյուս կողմից գուցե դու եղել ես եկեղեցում կամ նույնիսկ մշտապես հաճախում ես, բայց բոլորովին տեղյակ չես Սուրբ Հոգու վերաբերյալ այս ուսուցմանը։ Նման դեպք կա Գործք 19-րդ գլխում։ Պողոսը Եփեսոսում հանդիպելով մի խումբ քրիստոնյաների հարցրեց. «Երբ հավատացիք, Սուրբ Հոգուն ընդունեցիք?» Նրանք ասացին. «Մենք չենք էլ լսել, որ Սուրբ Հոգի կա»։ Ուստի երբ մկրտվեցին Հիսուսի անունով, Պողոսն աղոթեց նրանց համար, եւ Սուրբ Հոգին եկավ նրանց վրա։ Նրանք էլ սկսեցին լեզուներով խոսել ու մարգարեանալ։ Գործք 10-ում Պետրոս առաքյալը, ով հրեա էր, Աստծուց ուղարկվեց Կորնելիոս անունով մի հեթանոսի կամ ոչ հրեայի տուն եւ սկսեց Հիսուսի մասին պատմել նրան, նրա ընտանիքին եւ բարեկամներին։ Դա արտառոց դեպք էր, քանի որ այդ ժամանակ համոզված էին, թե միայն հրեաները կարող են քրիստոնյա դառնալ։ Սուրբ Հոգով հեթանոսի լցվելը չլսված մի բան էր, բայց Պետրոսը դեռ չէր ավարտել խոսելը, երբ Սուրբ Հոգին իջավ լսողների վրա։ Պետրոսի հետ եկած հրեաները զարմացած էին, տեսնելով, որ Սուրբ Հոգու պարգևը տրվեց նաև հեթանոսներին, մղելով նրանց այլ լեզուներով փառաբանելու Աստծուն։ Դա բեկումնային պահեր ոչ միայն Կորնելիոսի ընտանիքի կյանքում, այլև եկեղեցու պատմության մեջ։ Դրանով Աստված ցույց տվեց, որ իր հոգին սահմանափակված չէ ընդամենը մարդկանց մի խմբով, նա բոլորի համար է։ Պողոս առաքյալն ասում է, որ Աստծո սերը սփռված է մեր սրտերի մեջ, Սուրբ Հոգու միջոցով, որը տրվեց մեզ։ Երբ մեր սիրտը լցվում է Աստծո սիրով ու զորությամբ, մենք տարբեր ձևով ենք արձագանքում։ Ամեն մարդ յուրահատուկ է։ Օրինակ, անակնկալի գալով, ասենք ծննդյան օրը կամ այլ դեպքում մարդիկ իրենց տարբեր կերպ են պահում։ Նման պարագայում Ջեյսոնը կարող է ընդամենը գեղեցիկ ժպտալ, իսկ ես ցած կոտում եմ, աղմուկ հանում եւ բոլորին գրկում եմ։ Նույն իրավիճակում արձագանքները տարբեր են, կախված մարդկանց անհատականությունից։ Նմանապես Սուրբ Հոգով լցվելիս մարդկանց արձագանքը բազմաձև է։ Հիսուսն ասաց, որ հոգուն ընդունելը նման է նորից ծնվելուն։ Դա նոր ծնունդ է այն իմաստով, որ ամեն բան կենդանանում է։ Սուրբ Հոգին ոչ թե մի բան, այլ ամեն բան է փոխում։ Նա Հիսուսի ասած ու հաստատած ճշմարտություններին նոր բան չի ավելացնում, այլ դրանք դարձնում է կենդանի, արդիական։ Եվ հենց դրա համար էլ Սուրբ Հոգին ուղարկվել է, որ գործադրի, արդյունավորի, վերահաստատի Հիսուսի գործը։ Սուրբ Հոգին փոխհարաբերություն է, անձ է։ Նա Հայր Աստծո եւ Որդու միջև փոխանակվող մտերմիկ սերն է։ Եվ եթե մարդկային սերը փոխում է երկու հոգու կյանքը, ապա ինչ կարող է անել Հոգին, ով սեր է անձի մեջ, երբ նա հանգչում է մարդու վրա եւ երբ հոժարությամբ ընդունվում է։ Սուրբ Հոգին ինչին հպվում է, փոխում է։ Բնականաբար Սուրբ Հոգու հետ հանդիպումը փոփոխություններ է բերում։ Դա վերաբերվում է անգամ մեր զգացմունքներին, ապրումներին, մեր ինքնաարտահայտմանը։ Եփեսացիներին ուղված նամակում Պողոսը գրում է. «Մի հարբեք գինով, այլ լցվեք հոգով»։ Բնականաբար Սուրբ Հոգու հետ հանդիպումը փոփոխություններ է բերում։
Դա վերաբերվում է անգամ մեր զգացմունքներին, ապրումներին, մեր ինքնաարտահայտմանը։ Ուզում եմ ասել, որ պետք չէ վախենալ Սուրբ Հոգուց։ Սուրբ Հոգու հետ առաջին հանդիպման ժամանակ կարող են լինել այսպիսի դրսևորումներ. ծիծաղ, լաց, ուրախությունից թռչկոտել կամ լեզուներ խոսել։ Խոստովանեմ, որ ինքս երբ առաջին անգամ զգացի Սուրբ Հոգու ներկայությունը, ծիծաղելու անզուսպ ցանկություն ունեցա, բայց հասկացա, որ դա սովորական ծիծաղ չէր, որովհետև Սուրբ Հոգին ուրախության, ազատության հոգի է, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է, գրում է Պողոս առաքյալը։ Ոչինչ այդպես չի բավարարում, ինչպես Սուրբ Հոգու հետ միությունը։ Աստծո սերն ու զորությունը մենք երբեմն ֆիզիկապես ենք զգում, բայց դա ուղղակի նշանակում է, որ մեր ներսում խորքային ինչ-որ բան է կատարվում։ Մեր սրտում Աստծո արած գործը ֆիզիկական ամեն դրսևորումից շատ ավելի կարևոր է։ Աստծո սերը հասկանալուն մեզ օգնում է խաչը։ Հիսուսը մահացավ մեզ համար։ Ահա թե ինչպիսին է Աստծո սերը։ Սակայն այդ իմացությունը մեր սրտում կենդանի է դարձնում Սուրբ Հոգին։ Նրա միջոցով ենք մենք սկսում ապրել Աստծո սիրո մեջ։ Իսկ երբ հանդիպում ենք Աստծո սիրո իրականությանը, բնականաբար նրան նույնպիսի սիրով արձագանքելու մեծ ցանկությամբ ենք լցվում եւ հաճախ արձագանքում ենք գովության երգերով կամ աղոթքով։ Գործք առաքելոց 10-րդ գլխում ասվում է, որ ովքեր լցվեցին հոգով, սկսեցին այլ լեզուներով խոսել ու Աստծուն փառաբանել։ Բառերը երբեմն չեն կարողանում արտահայտել մեր զգացածը։ Ձեզ հետ պատահել է, որ շնորհակալություն հայտնելու խոսքեր չեք գտել։ Գործք 10:46-ն ասում է, որովհետև լսում էին, որ նրանք տարբեր լեզուներով էին խոսում։ Կարծես սիրո նոր լեզու էին ստացել։ Սա արկա է Գործք 2-րդ, 10-րդ ու 19-րդ գլուխներում, երբ Սուրբ Հոգով լցվելիս մարդիկ սկսում էին խոսել այլ լեզուներով։ Սրանք ուզենք փոքր ինչ անդրադառնալ, որովհետև թե նոր կտակարանից, թե մեր փորձից գիտենք, որ հաճախ սա առաջին կերպնական դրսևորումներից է։ Առաջին Կորինթացիներ 12-րդ գլխում գրված է, որ ոչ բոլոր քրիստոնյաներն են խոսում լեզուներով, եւ որ դա հոգեվոր պարգևներից ամենակարևորը չէ։ Ապա նաեւ 13-րդ գլխում է խոսվում լեզուների մասին։ 13-րդ գլուխը հայտնի է որպես սիրո գլուխ, սակայն ոչ բոլորն են ուշադրություն դարձնում առաջին խոսքին։ Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ցնցղայի։ Նոր կտակարանը խոսում է երկու տեսակի լեզուների մասին։ Երբեմն հանդիպում է մարդկային լեզու, այսինքն որևէ հայտնի լեզվով խոսելու կարողություն է տրվում մարդուն։ Բայց հիմնականում հոգին գործածում է մեզ անհայտ լեզու։ Առաջին Կորինթացիներին 14-ում Պողոսը բացատրում է, որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծո։ Այսինքն այդ կերպ քո ապրումները հայտնում ես Աստծուն առանց քո իմացած որևէ լեզու օգտագործելու։ Պողոսը սովորեցնում է, որ եթե մեկը հանրության առջև է լեզուներով խոսում, այդ դեպքում դա պետք է թարգմանվի, ոչ թե արգելվի։ Մյուս կողմից առանձին աղոթելիս լեզուներով խոսելը գովելի է։ Նա գրում է. «Ես բոլորիցդ ավելի եմ լեզուներով խոսում»։ Պենտեկոստեի դեպքում աշակերտները մարդկային հայտնի լեզուներով էին խոսում, Աստծո հրաշալի գործերը հռչակելով։ Գուցե նկատեցիք, որ այսօր քննարկումներ չունեցանք։ Մենք ուղղակի կամենում ենք ժամանակ թողնել ձեզ, որ ցանկության դեպքում աղոթքով խնդրեք Աստծուն ձեր սիրտը լցնելու իր հոգով։ Մի անգամ Ալֆայի ուիկենդին նման մի տեղում էի, ուր պատգամախոսը ուզում էր հրավիրել Սուրբ Հոգուն։ Այդ արտահայտությունը նախկինում երբևէ չէի լսել։ Նա ոչ թե խնդրում էր Աստծուն, որ հայտնվեր, իբրև մինչև այդ ներկա չէր, այլ խնդրում էր Սուրբ Հոգուն, որ սկսեր գործել մեր կյանքում։ Ես հարյուրավոր մարդկանց հետ կանգնած էի այնտեղ, երբ նա աղոթում էր. «Արի Սուրբ Հոգի, մենք սպասում ենք քեզ»։ Նա հորդորեց մեզ միանալու իր աղոթքին։
բայց ոչ մի պարտադրանք չկար։ Նա ասաց. «Մենք Սուրբ Հոգուն չենք իջեցնում, նա ինքն է գալիս»։ Եվ այդ սպասման մեջ ես սկսեցի զգալ Աստծո սերը։ Մի քանի րոպե անց առաջնորդները սկսեցին աղոթել մասնակիցների համար։ Ինձ մոտեցավ Ղուկաս անունով մեկը ու ձեռքը դրեց ուսիս, սկսեց աղոթել ինձ համար։ Ես լավ հիշում եմ, թե ինչպես Աստծո սերը հեղվեց ինձ վրա, եւ Աստված իմ սիրտը լցրեց իր հոգով։ Այդ երեկո Աստված լրիվ նոր ձևով բացվեց ինձ եւ մի երազանք դրեց իմ սրտում, տեսնելու շատ ուրիշներին այդ նույն սերը վայելելիս։ Սուրբ Հոգով լցվելու համար աղոթելիս հիմնական ու մարդկանց խանգարող 3 արգելք կա։ Հիսուսը դրանց մասին խոսում է Ղուկասի ավետարանի 11-րդ գլխում։ Առաջինը կասկածն է, որն այսպես է հնչում. «Եթե խնդրեմ, դժվար թե ստանամ»։ Հիսուսն ասաց. «Խնդրեք եւ պիտի տրվի ձեզ»։ Պատկերացրեք այդ պահին աշակերտների միտքը. «Դե, վստահ չեմ»։ Ուստի Հիսուսը շարունակեց. «Փնտրեք եւ պիտի գտնեք, դուռը թակեք եւ պիտի բացվի ձեր առաջ»։ Իսկ աշակերտները միտովի Գուցե թերևս կողքից նստած է, բայց ոչ ես։ Դրա համար Հիսուսը շարունակեց, որովհետև ամեն խնդրող ստանում է, փնտրողը գտնում է եւ թակողի առջև դուռը բացվում է։ Մեկ այլ արգելք է վախը անհայտության, անորոշության կամ նույնիսկ արդյունքում անցանկալի որևէ բանի մեջ ընկնելու պատճառով։ Բայց տեսեք, թե Հիսուսը ինչ է ասում հաջորդիվ. «Ձեզանից ով է այն հայրը, որից եթե որդին ձուկ ուզի, միթե ձկան փոխարեն օձ կտա նրան, կամ եթե ձու ուզի, միթե նրան կարիճ կտա։ Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդիներին, որքան առավել երկնավոր հայրը, Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից։ Աստված բարի հայր է, նա երբեք մեզ վնասակար բան չի տա, Սուրբ Հոգու ամեն արածը բարի է մեզ համար»։ Երրորդ արգելքը թերարժեքության զգացումն է։ Մենք մտածում ենք. «Ես դրան արժանի չեմ, դուք իմ կյանքը չգիտեք»։ Ճիշտ է, ես քեզ չգիտեմ, բայց Աստված գիտի եւ սիրում է քեզ։ Հնարավոր է նաև, որ մտածում ես, բայց ես դեռ քրիստոնեական ուղի չեմ անցել։ Աստված Սուրբ Հոգուն կտա ընտիր մարդկանց կամ հասուն քրիստոնյաներին, ոչ թե ինձ։ Սակայն Հիսուսը չասաց, որքան առավել ձեր երկնային հայրը Սուրբ Հոգուն պիտի տա հասուն քրիստոնյաներին կամ բարի համբավ ունեցողներին։ Ոչ, նա ասաց, որքան առավել երկնավոր հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, ովքեր խնդրում են իրենից։ Ոստի ինչու չխնդրենք։ Հենց հիմա խմբով կարող ենք մի քանի րոպե հատկացնել, որ աղոթենք Սուրբ Հոգով լցվելու համար։ Աղոթելիս ես սիրում եմ ձեռքերս այսպես բարձել, ինչը ցույց է տալիս, որ սիրտս պատրաստ է ընդունելու։ Այնուհետև խնդրում եմ. Աստված իմ, լցրու ինձ քո Սուրբ Հոգով։